Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, Անտիֆեյքի հետ մենք ձեր ուշադրության ենք ներկայացնում Ղազարյան versus Ղազարյան նախագծի հերթական թողարկումը։ Ճիշտ է, առայժմ տեղեկություններ չկան, որ Հայաստան ներմուծվել է ղազախական 4-րդ կարգի ցորենի նոր խմբականակ, բայց Պետրոս Ղազարյանը որոշել է իր տաղավար ներմուծել էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին։ Մենք նրա մշակումը միշտ իրականացրել ենք հաճույքով։ Նա մեզ համար մի հատ բացառիկ օբյեկտ է մշակման համար։ Բաժանորդագրվեք Անտիֆեյքի YouTube-յան ալիքին, հավանեք եւ տարածեք այս տեսանյութը, թողեք ձեր մեկնաբանությունները եւ վայելեք ոչ թե ղազախական ցորենի, այլ Գևորգ Պապոյանի մշակումը։ Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք հետևել կարևորագույն իրադարձություններին։ Հայտնի դարձավ, որ կառավարությունը բարձրացնում է հիմնական կենսաթոշակը 10,000 դրամով, ինչպես նաև նվազագույն կենսաթոշակը, ինչպես նաև հաշմանդամության նպաստներն է բարձրացնում 10,000 դրամով։ Բյուջեի վրա, ինչպես ասեց էկոնոմիկայի նախարարը, այն մոտավորապես կարժենա տարեկան 75 միլիարդ դրամ։ Այսօր էկոնոմիկայի նախարարը մեր տաղավարում է, բարի երեկո պարոն Պապայան, շնորհակալություն հավեր ընդունելու համար, եւ մեր հյուրը Էդգար Ղազարյանն է։ Թոշակների համար էս կան, չէ, այ ախպեր, բասա, ես էլ անհանգիստ եմ ասում, ախր ղազախական ցորենը դու այսքան վախտում, ոնց հասրիր ուտես բռնես, որ նորն են բերե։ Փաստորեն ինքը համեր թոշակներով է, արա Գևորգ ջան, սա նագրուսկեն էս երկրում քո վրա է, հա, փաստորեն։ Ղազախական ցորենը, ադրբեջանական բենզինը, արտահանումը, ներդրումը, տեխնոլոգիաները, գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը, արեդ քիչեր մի հատ էլ թոշակները, հալալը հարադե, բանիմաց մարդ է էլի Պետրոս, բանիմաց մարդան նագրուսկեն իրա վրա վերցնում է, մի հատ երկիր ա ղեկավ, չէ թողնելու են Նիկոլի հույսին, վերցրել է մարդը ֆիկտիվ ղեկավարում է, հալալա քեզ ախպեր ջան։ Պարոն Պապյան, տեսեք, երբ բյուջեի ծախսը նախատեսվում ավելացնել 75 միլիարդ դրամով, այն էլ ոչ տարվա սկզբից, երբ որ պլանավորվում է, դա քննարկվում է, գնում է հանձնաժողով, գալիս է կոմիտե, չգիտեմ, հաշվարկվում է, ֆինանսներն է խառնվում, խոսում է եւ այլն, որտեղ հսկայական բեռ է բյուջեի վրա։ Իսկ հիմա ոնց որ մեկ օրում քնեցինք, զարթնեցինք եւ բարձվեց թոշակները 10,000-ով ավելացել են եւ 75 միլիարդ հավելյալ բեռ բյուջեին եւ ձեր դիմախոսները ասում են այս հրատապությունը ընտրություններից առաջ ոչ թե հաշվարկված քաղաքականությունը, այլ նախընտրական քայլ։ Ձեր մեկնաբանությունը։ Դե էլ ինչ մեկնաբանություն, ասիր բրծա էլի Պետրոս, այն աղողից սկսել է աշխատել։ Բայց Հենա դու ես հասկանում, որ ցանկացած բյուջետային ծախս պետքա քննարկումներ լինի, ազգային կառավարությունում քննարկվի, ազգային ժողովում քննարկվի, հանձնաժողովներում քննարկվի։ Ոնց կարա կա վարչապետը հելնի լեստի տելեգրամի առաջ մի հատ եթերանի ու մեկ է դրանից թոշակներ ավետես, բայց ոնց կարա լինի։ Ոնց է հնարել սութե Պապոյան ջան, մատ կարաս այնց ֆիկտիվացնես քո ձևով։ Շնորհակալ եմ հարցի համար։ Նախ, այո, դուք ճիշտ եք, նախնական հաշվարկներով մոտավորապես տարեկան պետք կլինի մոտ 75 միլիարդ դրամ կամ դոլարային արտադրության մոտ 200 միլիոն դոլար, այսինքն այդքանով կավելանա մեր կենսաթոշակառուների կենսաթոշակը։ Եվ այո, կավելանա ըստ էության 10,000 դրամ, որովհետև այդ հիմնական կենսաթոշակ ստացող մարդիկ, հա, որոնք ոչ հատուկ խմբերը, այդտեղ կան հատուկ, որ բարձր կենսաթոշակ են ստանում, դրանցը մի քիչ ավելի, մի պակաս, բայց հիմնական կենսաթոշակ ստացող մարդկանց կենսաթոշակը կավելանա 10,000 դրամով եւ ըստ էության այսօր մենք ունենք նվազագույն կենսաթոշակը Հայաստանում 36,000 դրամ, կդառնա 46, ապրիլի 1-ից 46 նվազագույն։ Մի րոպե, այտենց Արագ որ խոսվեց մեծ մի քիչ վստահ էլի, բայց խծո։ Թվում է թե ճիշտ ես ասում։ Այդ որ դու ասում ես, կարաս ասես որտե ես կարդացեմ։ Որովհետև եթե մի բան վերաբերում է պետության քաղաքականությանը, թոշակների բարձրացմանը, 75 միլիարդ դրամ ես ասում է, մեկը 75,000 դրամ ծախսում է, այդ հիմա հաշվետվություններ է տալի։ Դուք մեկին մի հատ հողամասի վաճառքի պետությանը վերականգնված վնասը, դատախազությունը 1,200,000 դրամի։ Այդ սաղ երկրով իմանում ենք։
Արա 75 միլիարդ դրամի ծախսա ոչ միտեղ գրած չի։ Ասեք օրինակ դու որտից ես կարդացել, կարաս տեղն ասես մենք է կարդանք։ Պետրոս դու կարդաս, այսինքն դու կարդալ չես սիրում։ Տեղը կարաս ասես, ես կարդամ Պետրոսին 20 անգամ բացատրեմ ինքն էլ հասկանա։ Որտե ես դա կարա։ Այդ ինչ որ խոսում ես, դա որտե է գրած։ Գիտես չէ Պետրոս, ոչ թե չկա գրած։ Վարչապետը էլ է խոսել է, սրանք սկսել են խոսել, բոլորը սկսել են քննարկել, դու սրանք անցել ես հարցազրույցի, ես բերել եմ անտիֆեկ, բայց գրած ոչ մի բան չկա։ Եվ ինչու ենք այս որոշումը ընդունել։ Դա շատ կարևոր հարց է։ Մի րոպե, որոշում եք ընդունել։ Պապոյան ջան, անգերականով էլի մենակ ընձի ականջիս։ Կասես ամսաթիվը։ Այդ որոշումը ամսի քանիսին է ընդունվել եւ որոշման համարը։ Դա ասես մենք որոշում ենք ընդունել։ Թոշակների վերաբերյալ որոշումը ընդունվում է պետական բյուջեով։ Բյուջեն գիտեմ երբ եք ընդունել 2025 թվականի վերջին։ Եվ 2025 թվականի վերջին, որ բյուջեն ոչ միայն կառավարությունը հավանությունա տվել է ավելի շուտ Պետրոս, նոյեմբեր 25 թիվ։ Ազգային ժողովում որ բյուջեն հաստատվել է, ձեզ հարց են տվել, ասում են թոշակների բարձրացում նախատեսում եք, ձեր կառավարությունից ասել են, որ ոչ բյուջեում թոշակների բարձրացում նախատեսված չի։ Էդ էլ մենակ կարալնի բյուջեով։ Հիմա եթե բյուջեի մասին օրենքում փոփոխություն չի եղել, իսկ չի եղել։ Դու ասում ես մենք որոշել, որտե եք որոշել։ Կարող է ավտոբուսի մեջ եք որոշել, ասենք պերաշկի ուտելուց կամ կուկուռուզ ուտելուց որոշել եք, կամ քաղաքացիական պայմանագիր խմբանի վարչության նիստ ա եղել, ընդ կուկուռուզ չի եղել, պերաշկի էլ չի եղել, ուրիշ բան ա եղել։ Այո, այն որ Պետրոսը ղազախական ցորենը ուտում է, դրանից հետոյի էլազն ա եղել, էդի եք կերել։ Կարող է այդ ժամանակ եք որոշել, որովհետև դες որոշում չկա։ Ոնց կարա դες բան լինի։ Ես վերջին օրերին շատ էի խոսում հասկանալի պատճառներով տնտեսական մեր բարձր աճի եւ բարձր տնտեսական ցուցանիշների մասին, եւ մեր տնտեսական աճի նաեւ որակի մասին, եւ շատ էի նաեւ հանդիպում տարբեր fake edge-եր եւ ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց, որոնք որ մոտավորապես այսպիսի մեկ կենտրոնից այսպիսի հրահանգով այսպիսի բաներ են գրում, հայ ինչ, մեզ ինչ, ժողովրդին ինչ եւ այլն։ Սա ցույց է տալիս, որ մեր երկրում տնտեսական աճը հենց ժողովրդին է վերաբերվում։ Մի րոպե Գեորգ ջան։ Այսինքն բյուջեն 25 թվականի դեկտեմբերին հաստատվել է, ընդ թոշակների նախատեսում չի եղել։ Հիմա փետրվարի մեջ, իսկ 2 ամսում եղել է տնտեսական աճ, ու այդ տնտեսական աճը այնքան շատ ա է, որ հարկերը այնքան շատ ա վճարվել, որ դուք առանց բյուջել պետք չի։ Մի անգամից դու տենց ա եղել։ Պետրոս հրասրուց 10 բան տենց էր, բայց այսպես չի կարելի Պետրոս։ Արեսի քեզի խափում է Պետրոս։ Արեսի քեզի այն որ ասում են լեկտի սուտ։ Որտե է քեզի խափում։ Թե քո վեժներ չի։ Արա ասենք քո փողը տալնես են պրծավել, ուզում է խափեն, ուզում է չխափեն, չէ, քեզ ինչ։ Մի տապ թոշակառու ես, ինչ ես։ Տնտեսական աճը, այսինքն եթե կա 200 միլիոն դոլար, այդ 200 միլիոն դոլարը չի գնում մի քանի օլիգարխների եւ մի քանի պաշտոնյաների գրպանը, ինչպես մեր երկրում եղել է սովորաբար, այլ գնում է մոտ 660,000 Հայաստանի Հանրապետության քաղաքացիների գրպանը։ Դու Պապոյան ջան, որ ասում ես սովորաբար եղել է, դու նկատի ունես, որ մի քանի միլիարդ դոլարի գումարներ ա տրվել քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր օլիգարխ Խաչատուր Սուքիասյանին, թե քաղաքացիական պայմանագիր խմբակցության դոլարով միլիոնատեր մի ուրիշ օլիգարխ Գուրգեն Արսենյանին, որը հիմա նշանակվել է Ռուսաստանում, Հայաստան։ Դու այդ որ ասում ես որպես կանոն, որ տրվել է, դու ասեք դրանցից այդ երկուսից հատկապես որ մեկին կոնկրետ նկատի ունես, որովհետև վարչապետը Պետրոս ասել է, որ Հայաստանում օլիգարխներ չկան։ Ասենք արդեն ինչքան վաղ 18 թվից օլիգարխ չկա։ Եթե դու ասում ես կա, ուրեմն դու քո աշկի տեսածն ես ասում, քո աշկի տեսածն էլ այդ երկուսն են։ Բայց կոնկրետ կասես դրանցից որ մեկն է միլիարդներ հավաքի։ Թե ընդհանուր բանկերին է գնացել միլիարդները կուտակվել ընդ է, եկել բանկի սեփականատերա
Մարտես դիվիդենդ է հիմա վճարելն խո հետ չէր տալու պետությանը Պետրոս արդար եկել է նստել է ինչ անի այդ խեշ մարդը Բյուջեում այդ փողերը կան Այո կա բյուջեում այդ փողերը այդ միջոցները $200 միլիոն ավել փող Այո իհարկե կա տեսեք դրանք մեր պաուստային միջոցներն է դա մեզ հնարավորություն տվել դա մեր նախատեսվածից ավելի բարձր է այսինքն օրինակ անցած տարի ենթադրենք միջազգային ֆինանսական կազմակերպությունները կանխատեսում են որ Հայաստանում կլինի 5% տնտեսական աճ բայց եղավ 7.2% տնտեսական աճ Մի րոպե արա դու սա խառնել ես իրար անց արագ խոսալով է թե սա խտես չի այդ տղա ջան Այդ բյուջեն խո քո նման ֆիկտիվ չի, ասենք դու ինքնատենք դու ֆիկտիվ հանրապետական ես, չէ՞։ Բայց բյուջեն ֆիկտիվ չի, արա, բյուջեն օրենք է։ Դու ասում ես միջազգային կազմակերպությունները անցյալ տարի կանխատեսում էին 5% տնտեսական աճ եղել է 7։ Արա անցած տարվա կանխատեսումը անցած տարի եղել է, դրա հիման վրա արդեն 2026-ի բյուջեն հաստատվել է։ Բյուջեն հաստատվում է ոչ թե միջազգային կազմակերպությունների կանխատեսումներով, այլ կառավարության կանխատեսումներով, կենտրոնական բանկի կանխատեսումներով, ասես պաուստային ֆոնդի չա Պետրոս, պաուստային ֆոնդ, բյուջետային համակարգի մասին օրենք կա մեր երկրում։ Ասում է պաուստային ֆոնդը ինչ բան է, ինչ նպատակով կարա ծախսվի, պաուստային ֆոնդից թոշակներ չեն կարա վճարվեն, արա դու մարդկանց ո՞նց եք խափում է, արա։ Իսկ Պետրոս, ես դառնա Թուրքմենստան ես երկիր արա։ Իթմեն բանն է, էլի, Թուրքմենբաշինա։ Նստած է փողերը Estevek սրան, էսել հերթոմնա։ Օրի կա, հարաբերություններ կան։ Սա հնարավորություն է տվել բնականաբար ավելի մեծ հարկային միջոցներ հավաքագրել, դա մեզ հնարավորություն է տվել պաուստում միջոցներ ունենալ եւ այս տարի արդեն այսօր, հենց այսօր վիճակագրության կոմիտեն հրապարակեց տնտեսական ակտիվության ցուցանիշը 26 թվականի հունվար ամսվա համար եւ մենք ունենք 7.6% տնտեսական ակտիվության աճ եւ մենք կարծում ենք որ Հայաստանը մենք գտնվում ենք մի այնպիսի միջավայրում Հար այսինքն հունվարին տնտեսական ակտիվության ցուցանիշ են տվել դուք փետրվարին որոշել եք դրա հիման վրա թոշակ բարձրացնել Արա Պետրոս զգացել ա որ քո խելքը դες բաներից չի հասկանում ալխային դրած քեզի խափում է չհավատաս արա սուտ ասում դες բան չի կարալի դες բան չի կարալի Պետրոս ջան չհավատաս որտեվ դու որ հավատացիր ահագի մարդ քեզ գիտենք ես հասարակության մեջ սիրում հարգում են դու ճանաչված մարդ վերջը սովորական մարդ ես դու Պետրոսն ես դու որ հավատացիր ահագի մարդ եք հավատա մի հավատա արա Պարոն Պապյան հանդիմությունը այլ տարբերակ ունի Նրանք ասում են մենք ստիպեցինք, դա մեր հաղթանակն է։ Մի քանի ինդիմադիր ուժեր այսօր ձոնում էին, որ դա իրենք արեցին, իրենց ճնշումն է, իրենց քաղաքական պայքարն է։ Դե ես տեսա, որ բազմաթիվ ընդդիմադիր գործիչներ եւ ուժեր այսօր ինքնահայտարարագրվել էին, թե ով ինչպես ճնշեց մեզ, որպեսզի մենք 10,000 դրամով բարձրացնենք կենսաթոշակը նախ առաջինը 10,000 դրամով կենսաթոշակ բարձրացնելու համար պետք է քաղաքական կամք, որը վարչապետի գլխավորությամբ կառավարությունը եւ կառավարող ուժը ուրեմն իրականացրեց։ Մի րոպե, այդ քաղաքական կամքը վարչապետի գլխավորությամբ իշխող ուժը ինչի որոշեց հենց հիմա իրականացնի, երբ որ արդեն ընտրությունների օրը հայտարարված է։ Անցած տարի ինչ էր խանգարում ձեզ մոտ այդ քաղաքական կամքից ունենայիք։ Այ մարդ անցած տարի ջանդամը։ Նախ անցած տարի։ Հայրա քաղաքական կամքի ելազն ի՞նչ է։ Որ դու կարակ նստեք մի հատ Telegram-ի ալիքի դեմ ասեք, որ թոշակները բարձրացնում եք 75 միլիարդը չտեքստից գծե։ Արա անցած տարի թողեր էլի։ Նախ անցած տարի թողեր էլի։ Ինչի եկավ հասավ ընտրությունների բերան այդ քաղաքական կամքը առաջացավ։ Բա Պետրոսն էլ էտա լս է ասում, իր խելքը չի ասում, որ ինքնուրույն ասել, ասում, անդիմությունն է ասում։ Դրա համար պետք էր բարձր տնտեսական աճ, որը մենք ունեինք, եւ իհարկե դրա համար պետք է որպեսզի ստեղծված տնտեսական աճի արդյունքը ոչ թե գողացվի, ոչ թե թալանվի, այլ գնա հասնի վերադարձվի դեպի ժողովրդին, վերադարձվի դեպի քաղաքացուն եւ այդպես էլ տեղի ունեցավ։ Իսկ այսինքն ինչ տեղի ունեցավ այդ որ բյուջեի միջոցները որ դուք բաժանեցիք ձեզ որպես դեկտեմբեր ամսվա պարգևավճար
Պետրոս նախարարներին 7 միլիոնա հասե, քո կնգանել են, չէ, 7 միլիոն տվել։ Իրանել են տվել 7 միլիոն դրամ։ 7 միլիոնը այդ 10,000-ի վրա որ բաժան, արա գիտես ինչ փողեր է այս մարդը, քանի մարդ փողակեր է։ Գեորգ ջան, այդ փողերը որ ուտում եք, ինչ որ բան եք առնում նոր եք ուտում, թե հենց փողերն եք ուտում։ Որովհետեւ դուք խամ եք, ասենք դուք մինչև 18 թվականի ադրբեջանա-թուրքական հեղափոխությունը դուք չեք իմացել էլի փողը ինչ բան է այդ։ Հիմա ասենք թե որս այս փողը միլիոներով գալի լսվում է։ Այդ տալիս եք ինչ որ բան եք առնում ուտում, ասենք կուկուռուզ։ Թե հենց փողը, ցես կալոդով փողը, ասենք մի հատ 10,000 դրամանոցի պաշկա, չէ, 10,000 չէ։ Եթե 7 միլիոն ստացե, մատ 50,000 դրամանոցի մի կալոտ 50,000 դրամ, սա սիրուն դնես երկու հատ հացի արանքը, բուտերբրոդ սարքես ուտես։ Ոնց ես դու ուտում օրինակ այդ փողերը։ Ամբողջ այդ արդյունքը մենք վերադարձնում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եւ այդպես է լինելու, այդպես է վերջին 8 տարիներին եւ այդպես է լինելու այսուհետ եւ իսկ թե ընդդիմադիրները ինչպես են ինքնահայտարարագրվել թե ով ինչի վրա ինչպես ճնշում գործադրեց, երևի լավ կլինի մի հատ հավաքվեն միտեղ, որոշեն այնուամենայնիվ ով այդ ճնշումը կայացրեց։ Լսի, պետք չի որ հավաքվեն։ Այն ընդդիմադիրները, ովքեր այդ մասին խոսում են, իրանք վերջի ես մի քանի ամսվա ընթացքում հրապարակային խոսքով հանդես են գալի, ասում են, որ պետք է թոշակները բարձրացնել։ Իրանց ասածը հիմնավորում են կոնկրետ տնտեսագիտական հաշվարկներով, փաստերով, ասում են, եթե այս ծախսը պետությունը չիրականացնի, պետական բյուջեի միջոցները այս ձևով տնօրինվի, ապա հնարավոր կլինի թոշակները այսքան չափով բարձրացնել։ Այդ իրանց ծրագրերը գնում են տարբեր տեղեր, քննարկումներ են կազմակերպում, հարցազրույցներ են։ Բլավ, բայց դուք որ թոշակ եք բարձրացնում, մեկը մինչև այդ հայտարարությունը մի խորհրդակցություն, մի քննարկում, ասեք օրինակ բարձրացնելուց առաջ գայր էլի Պետրոսի մոտ հարցազրույցի, մինչև այդ վարչապետի ապուշ դուս տալը։ Գայր ասել մենք սենց մի հատ ծրագիր ունենք, սենց հաշվարկ ենք իրականացրել, սենց տնտեսված միջոցներ ունեին։ Չի եղել դա։ Էն մյուս մարդիկ արել են, եկել ասել ընտրությունների բերան, որ չտասի որ այն մարդիկ խոստում են տալ, իրանք իրականում չեն վճարելու, գիտես չէ, Պետրոս, հիմա եթե ասում են ապրիլի 1-ից է բարձրանում, ապրիլի 1-ի նշանակում է պիտի ապրիլը անցնի, որ նոր տան, չէ, ապրիլը անցավ, ելմա որ ամիս է, ապրես, մայիս։ Մայիսին մի հատ կտան, հաջորդը երբ է, հունիս, ընտրությունը երբ է, հունիսի 7-ին։ Մի հատ էլ մինչև ընտրությունը, հենց ընտրությունից անմիջապես առաջ։ Մի հատ էլ այդ ժամանակ կտան, ընտրությունը կպրզնի, հուլիսին էլ չեն տա, որովհետև բյուջեում նախատեսված չի։ Փողեր տալիս են Պահոստային ֆոնդից, Պահոստային ֆոնդն էլ ասում է չնախատեսված ծախսերի իրականացման հա։ 2 ամսվա ընտրակաշառքը տալու են, մարդիկ այդան իրանց ընտրեն 500,000 մենակ թոշակ առուկա։ Էլի քեզ լավ պատմություն։ Պետք դու որ բարգավաճ էր, այն վաղ որ ասում են ընտրակաշառք, ինչքան էր, էլի 10,000 էր։ Արա չի բարձացել, հա, փաստորեն գները։ Տես 10,000 է մնաց, բայց էսի բանը դվայնո է։ Էսի մի հատ 10,000 մայիսին են տալու, մի հատ հունիսին, 2 հատ 10,000 է։ Որովհետև իրանց փողի չեն տալի, քո իմացած ուրիշ էր։ Էսի պետական բյուջեից է, դրա համար արխային տալիս են։ Գանք մեր տնտեսության վիճակին։ Այն օրը իմ հյուրը մի ընդդիմադիր էր, պարոն Պապյան, եւ նա ասում էր, տեսեք, դուք գլուխ եք գովում, որ 18 թվականից էսկոմ համախառն ներքին արդյունքը կրկնապատկվել է, ճիշտ է։ Այո։ Նա ասում էր Ավելի քան։ Արդյոք քաղաքացին 18 թվականից սկսած 2 անգամ լավ է ապրում։ Իսկ որքան էր կենսաթոշակը Հայաստանում նվազագույն 2018 թվականի, երբ որ մենք եկել ենք իշխանության։ 16,000 դրամ։ Մի րոպե, Պապյան ջան, մի րոպե։ Պետրոս ջան, դու մինչև հիմա որ ասում ես, որքանով է քաղաքացին 2 անգամ լավ ապրում, թե չէ։ Բայց չգիտես, որ այս երկրում քաղաքացու 2 տեսակ կա։ Սովորական քաղաքացի, միամիտ, այն բանի ասած, այն Տիգրան Ավինյանի հոր ասած համբալներ։ Եվ կա քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ քաղաքացիական պայմանագիր։ 2 սորտի են, էլի հիմա մեր հա։ Այն մեկ էլ է այն Տիգրան Ավինյանի հոր ասածները, ոնց կանտես մնացել են, հəl իրանց վիճակ մի չի լավատացել։
Քաղաքացիական պայմանագրինը 2 անգամ չէ, բազմապատիկ անգամ շատացել է։ Օրինակ ասենք ինքը։ Դու այդ կատեգորիաները պիտի ճիշտ ներկայացնես էլի, թե ում կյանքն է փոխվել։ Ինչ են էլ իրանք մինչև ադրբեջանա-թուրքական հեղափոխությունը, ինչ են հիմա։ Այդ որ տարբերությունը տենաս էլ այդ հարցը քո մոտ չի առաջանա։ Համաձայն եք։ Ես համաձայն եմ, որ մեր քաղաքացիները արժանի են ավելի, եւ ես վստահեցնում եմ, որ հաջորդ հնգամյակում մենք մեր քաղաքացիներին կրկնում եմ, բերելու ենք ոչ միայն ինստիտուցիոնալ ու տևական խաղաղություն, այլ նաեւ այդ խաղաղության ամենամեծ պտուղը բարեկեցություն, որովհետեւ եթե կա խաղաղություն, դու կարող ես միլիարդավոր դոլարներ ծախսել տնտեսության մեջ, դու կարող ես միլիարդավոր դոլարներ ծախսել սոցիալական ապահովության մեջ, առողջապահության մեջ, կրթության մեջ, ենթակառուցվածքների զարգացման վրա, եւ մենք այդպես անելու ենք։ Դուք ճիշտ ես ասում, Պապյան ջան, դուք տենց արդեն արել եք։ Մենք ձեզ հավատում ենք։ Դուք կարաք, դուք էլի կարաք անեք։ Աղբեջան, այնպես խաղաղություն, որ այսօր դուք հաստատել եք Արցախում, այնպես բարեկեցություն, որ այսօր դուք ապահովել եք արցախցիների համար, դուք եք չի արել։ Մինչև ձեր իշխանության գալը, ինչ էր դրանց վիճակը։ Գնացել էին այդ Արցախի դժբախտ, դժգույն քաղաքներում, Շուշիում, Ստեփանակերտում, Մարտունիում, Հադրութում, Ասկերանում, ինչ էր դրանց բանը, դժվար, պատերազմական, վտանգավոր։ Պետրոս ջան, խաղաղություն են հաստատել այդ մարդիկ, դրանից հետո այդ մարդկանց սարքել են փախստակ, էլի ինչ անեին, մարդկանց տնից, տեղից զրկել են, բարեկեցությունը հենց այդ է, որտեղ որ մնում ես քո տանը, ստիպված պիտի տանդ հոգսերը քաշես, ծախսերը անես, դուռը փչացավ, զամոկը փչացավ, ջուրը զնցել է, լոսա, իսկ երբ որ դու փախստական ես, Պետրոս ջան, դու այդ հոգսերից ազատվում ես, դու տուն չունես, որ դրա մասին ու տենց բարեկեցությունը բարձրանում է, հասկացար, իրանք արդեն դա մի հատ արել են նախորդ հինգամյակում, հիմա արդեն քանի որ փորձ ունեն, հաջորդ հինգամյակում ավելի լավ են անելու, ամբողջ Հայաստանում են տենց անելու։ Գևորգ ջան, հնգամյակը 4 տարում, մի հատ բոլշևիկյան լոզունգներով, 5-ը մեզի շատ է, 4 տարում արեք, 3 տարում արեք, կարեք, դուք արդեն կարակ, կանեք, մենք հավատում ենք ձեզ, անպայման, Պետրոս ես մարդիկ, որ չլնեն, ոչ մի բան չի լնի, ոչ մի, դրա համար իրանք պիտի լնեն, որպիսի պատերազմ լնի, իրանք պիտի լեն, որպիսի փաստական լնեն, իրանք պիտի լեն, որ շրջափակում, եղելա չէ, արել են չէ, էլի պիտի անեն, դեռ չեն ավարտին, չեն հասցրել, հələ Հայաստան ինչքան հայ կա Պետրոս, անտեր անտիրական, հələ մեզ փողոցները նայում ես, սաղ հայ, հələ լավա մեկու մեջ մի երկու Պակիստանից, բանից, Հնդկաստանից եկել են մերոնք, Ադրբեջանից են արդեն սկսել գալ, բայց դա մեծամասնություն հələ հայեր են, չեղավ, օրինակ Արցախում այդ հարցը լուծված է, մի հատ հայ չկա, վերջինին էլ, վերջի 10 հոգուն էլ Արսեն Թորոսյանը կազմակերպեց հանին պրծան, վերջ, խաղաղություն, բարեկետ, հիմա մեզ է պետք, հնգամյակը 4 տարում։ Ձեր չարակամները ասում են, որ դուք ոչ մի բաներ չեք արել, պարտք եք վերցրել, միլիարդավոր դոլարների պարտք եք վերցրել եւ ձեր ասածները արել եք։ Ուրա զարգացում, ինչու՞ն է զարգացումը։ Որպեսզի դա հասկանանք ի վերջո մեր երկրի պարտքը ավելացել է թե ոչ, շատ կարևոր ցուցանիշ է պետական պարտքի հարաբերակցությունը համախառն ներքին։ Այո, համախառն ներքին արդյունքի մեջ։ Չէ, մի րոպե։ Շատ կարևոր ցուցանիշը պետական պարտքի չափն է։ Հիմա դուք որ եկել եք իշխանության, Հայաստանի Հանրապետության պետական պարտքը եղել է 6 միլիարդ դոլար։ Դուք 6 տարի այս երկիրը ղեկավարել եք, դառել է 12-ից ավել, այսինքն ինչքան կար այդ 30 տարիների ընթացքում, այդքան դուք մենակ 6 տարում ավելացրել եք։ Այսինքն տարին 1 միլիարդ դոլար։ Պապյան ջան, դու մինչև իշխանության գալը տարին 1 միլիոն դրամ փող աշխատած կաս։
Հիմա դուք տարին $1 միլիարդ մենակ այս պետության վրա պարտք եք ավելացրել։ Նորմալ է, չէ՞։ 2017 թվականի արդյունքներով պետական պարտքի 59%։ հարաբերակցությունը, այո, հնայի մեջ 59% է եղել։ Այսօր 49%։ Դա նույնն է, որպեսզի մեր քաղաքացիների համար պատկերավոր լինի, 2017 թվականին տուն մտնող, պատկերացնենք այսպես, հա, տուն մտած պարտքի եւ տուն մտած փողի հարաբերակցությունը եղել է 59%։ Հիմա կամ ստեղծված փողի հարաբերակցությունը ավելի ճիշտ եղել է 59%, այսօր 49%։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ պարտքի բեռը մեր պետության համար նվազել է։ Պարտքի բացարձակ ծավալը ինքը կարևոր բան է, բայց առաջնայինը չէ։ Այսօր ես կարող եմ բերել տասնյակ գերզարգացած երկրներ, սկսած Ճապոնիայից ու Միացյալ Նահանգներից, որոնք մեծ պարտք ունեն, եւ բերեմ տասնյակ երկրներ աֆրիկյան, որոնք որ ունեն փոքր պարտք, բայց դա չի նշանակում, որ Աֆրիկայում մարդիկ ավելի հարուստ ու երջանիկ են, քան այդ երկրներում։ Իմացար Պետրոսյան, ինչքան շատ պարտք ունենաս, այնքան լավ։ Բարեկեցությունը կախված է պահ։ Դու արա միլիոնները աշխատում եք մարդու կնիկ, քցիբի նման արա, տանում եք կուտակում եք մենակ այդ փողը։ Արա գնացեք պարտք վերցեք, արա։ Պարտքնա որ մարդուն բերում է բարեկեցություն։ Մենակ խնայողություններ ունեք, արա տալեք սաղը տավաններ եք դրե բանկերում։ Ախո դու ապուշ չես, արա։ Հիմա մարդը մենակ արա իր փողերը խնայի կտանի կդնի ավան դրանից տող խելոք մարդը Պետրոս ջան պարտքա վերցնում։ Պահ օրինակ հələ այս մարդը մտել է մտնած ընտանիքի օրինակով էլի Պապյան ջան պարզ մաչելի բացատրենք մարդիկ հասկանան էլի դե սա մտածում են ասում են մի քիչ քիչ ծախսենք մի քիչ խնայողություն ստեղծենք խնայողություն տանենք նեղորվա համար պահենք արա փաստորեն տես չի ձևը Պետրոս պիտի ելածը ծախսես հələ մի հատ է պարտք վերցնես կամ մեկ ուրիշ օրինակ ես դրա մասին օրինակը բերել եմ հասարակ օրինակ պատկերացնենք ընտանիք որտեղ ամիսը մտնում է 200,000 դրամ գումար փող տարեկան 2.4 միլիոն դրամ փող այս ընտանիքը չունի վարկ չունի պարտք ում է պետք է ընտանիքը պատկերացրեք պետք ընտանիք որը չունի պարկ ում է բերը քծի թույթ այդ ընտանիքը առանց պարտքի ընտանիք կլինի հələ մա շանակի լավ բաներ ես ասում խելքից ժողովրդի մոտ խելքին խրատենք բացատրենք մեկ էլ կա ասենք օրինակ մի հարուստ գործարար 10 միլիոն դոլար փող ունի բայց 2 միլիոն դոլար էլ վարկ ունի բիզնեսի մեջ դրած ով է լավ ապրում որ ընտանիքի երեխեքն են ավելի լավ ապրում ու ավելի երջանիկ մի րոպե ասեմ որ ընտանիք ինչ թվում է ձեր ընտանիքի Պապյան ջան նայ մեկ կոնկրետ ընտանիքի օրինակով ուրեմն իրանց ընտանիքը Պետրոս ջան մինչև 2017 թվականի ադրբեջանա-թուրքական հեղափոխությունը ունեցել են մի հատ 2011 թվականին առած 92 թվականի արտադրության Ժիգուլի իրանք հետ են ունեցել մինչև 18 թվի ադրբեջանա-թուրքը 18 թվին այս մարդիկ եկան իշխանության անմիջապես արդեն գնաց տունը առան 18 թվի արդեն տունը առան այդ 18 թվի տունը իրանց քիչ էր տունը իրանք անցան նաև նոր տուն առնելուն այս պայդրությամբ այս մարդու մեկ տարվա եկամուտը կազմում է 25 միլիոն 414,906 դրամ հիմա ասա եթե մարդը տարեկան եկամուտը 25 միլիոն ու կես 25.5 միլիոն է մոտավորապես ամսական կազմում է 2 միլիոն 117,900 Պապյան ջան դու պարտք վերցում ես թե 2 միլիոն 117,900 դրամը քեզ հերիքում է որ մի ամսվա մեջ յոլա է տակ թե հələ այդ քիչ է փաստորեն քո ասելուց տասում է որ շատ սխալ կլինի եթե դու այդ ամսական 2 միլիոն 200,000 դրամից խնայողություններ անես ճիշտ է նա որ եթե այդքան ունես մի 50%-ի չափով էլ վարկ վերցնես արա բախի չես վերցնում հակառակը մի հատ էլ
Փոխառություն ունի կնիկը տված ոչ մի տեղ չի աշխատում 21.397.000 դե գիտես ինչի համար է Պետրոս կենտրոնում տուն առնելու համար է դե դի այն 10 թվին է դի էսի նոր է էլի Արա քո կինը քեզ չի լսում ասեմ մացի քո կնիկը քեզ չի ընդհանրում դες դու ասես որ կարևոր է որ մարդը պարկ վերցնի չէ քո կնիկը ոչ մի տեղ չի աշխատում տարի $30,000 բանկային ավանդ այսինքն Փոխանակինքը վարկ վերցնի Պետրոս։ Ասես խելոք մարդ ունի է։ Արա ասես մուրազի պես։ Աստծու տված։ Հետևի ձախ ոտով խաչակնքվող, էդի Աստծուն իր աղոթները լսելի են Պետրոս։ Ինքը սովորական հավատացյալ չի։ Աստված սաղին ասում լավ այն տեսքում, Գևորգ ջան, քեզ ինչով օգտակարել ենք։ Աստված ջան ինձ փող պետք։ Ու տալիս է այդ փողը, տալել են փոխանակետ համ մի հատ է վարկ վերցնեն, կնիկը տարի $30,000 ավանդ է, հիմա ինչ ասես տես կնգան ասա, ինչ ասես, ասես խելքի տեր մարդուն չի լսում, ես իմում լսելա, տարել է տան փողը $30,000 բանկում ավանդ է դրել, փոխանակետ էլ վարկ վերցներ, դրա համար քայքայվի է, այ եթե մեր պետության նման է լինի, $6 միլիարդ պարտքի վրա էլ մի 6 էլ ավելացնեն, այն օր կլինի զարգացում բարեկեցություն։ Թե չէ աֆրիկական երկիր չենք։ Այն մեկը վարկ չունի, պարտք չունի, այն մեկը $2 միլիոն ունի։ Պարզ չի այն $2 միլիոն ունեցողինը, որովհետև նա $10 միլիոն դոլարանոց բիզնես ունի, շրջանառություն ունի։ Հետևաբար մեր ժողովուրդ չի կարելի մարդկանց խաբել։ Չի կարելի խաբել, այսինքն պարտք, այդպես չի կարելի ասել։ Եթե այդ պարտքը դու ծառայեցնում ես հանրային բարիքի ստեղծմանը, եթե այդ պարտքը ծառայում է քո երկրի անվտանգության ուժեղացմանը, քո երկրի պաշտպանունակության ամրապնդմանը, եթե այդ պարտքը ծառայում է քո երեխաների համար դպրոց ու մանկապարտեզ սարքելուն, քո քաղաքացիների համար ճանապարհ սարքելուն, ապա այդպիսի պարտքը դա բարեկեցություն բերող պարտք է։ Կրթությանն ես դու ուղում, բարեկեցություն բերող պարտք է։ Սպասի։ Պետրոս քո երեխան Գերմանիա չէ սովորում։ Պարտ վերցել եք։ Պարտ վերցել եք որ երեխան տա կրթությունները։ Թել է ձեր խնայած փողերով եք տարե։ Դրա ուսման վարձերը վճարե։ Գետաս պարտ կվերցնես։ Գետաս պարտ կվերցնես կտանես 10 երեխու ուսման վարձը պարտքով կտակ։ Այդ միլիոններիդ մի նայի։ Պարտքով։ Պարտքն է փրկությունը։ Արա քեզ ոչ մեկ չի լսում, ոչ քո կնիկն է լսում, ոչ էս Պետրոսն է լսում, ոչ Պետրոսի կնիկն է լսում։ Արա դա իմաստո մարդ է զարա, քո ասածները եթե մենք նման մենակ է հայ ժողովուրդն է, էլի գնացել սաղ, գնացել են ընկել են վարկերի տակ, ճակառում են այս բանկերն է, քիրում դրանց տարվա վերջին սարքում միլիարդավոր դրամների շահույթ, բանկի սեփականատերնելով է, այդ մասը հավաքում է այդ օլիգարխի մոտ, այդ օլիգարխը Ադրբեջանական բենզինը ընդ բանկերի փողերը ընդ ապահովագրությունները ընդ էս ինչը ընդ այն ինչը ընդ արադը կաշտացի եկելի արա դե կաշտացի եկելի ինչքան կարելի արա տենը մեկ արա ձեր ղեկավարները կուկուռուզ ուտելով արա այս վերջերս Պետրոս ջան Ալեն Սիմոնյանի նշանդիրեկներ էլ է դրանից առաջ էլ ատամհատիկներ մեծացավ հիմա արդեն նշանել են մենակ ու հյուրերը հավաքված դստասեղանի շուրջ Ալենի նշանդիրեկն է Կուկուռուզ ընկերը, բա, համեստագույն մարդիկ, իհարկե դրա վիդեոները չկա, վիդեոները մենակ ավտոբուսի մեջից էլ բայց հյուրեր են նստած, բան, մասմա, Ալեն ջան, մի հատ է կտաս կուկուռուզ, ոչ մի դեպքում, հետո գալիս է տորթը կտը, գիտե տորթը, կորժիկ ընկեր, իրանց նշանադրության տորթի փոխարեն, Պետրոս, կորժիկ ընկեր այդ մարդիկ, համեստագույն մարդիկ, Դու ես չէ՞ մենակ կորժիկ ուտում։ Մշակող արդյունաբերության մեջ աշխատողների թիվը 56,017 թվականին, 95,000 25 թվականին, 60 մոտ 40,000 մարդ։ Այո, մոտ 38,900 մարդ ավելացել է, աճը 69%, բայց այստեղ հետաքրքիր բան կա։ Ինչպես է պատահել, որ համաչափ չի աճել աշխատողների թիվը։ Մի րոպե, Պետրոս, դու անցած անգամ ասում էիր, որ մի աշխատատեղի ստեղծման համար պիտի կատարվի $50,000 միջինում ներդրում։ Հիմա որ դու ասում ես 40,000
նոր աշխատատեղ է ստեղծվել, քո հաշտելու ստացվում է, որ 2 միլիարդ դոլարի ներդրում է եղել։ Բայց այս բան չի ելել։ Սուտ է։ Մտածում ես, որ ես սուտ ասում։ Լավ էլ է Պետրոս։ Արա այսքան վաղ էս մարդը խոսած, միտեղ սուտ ասած։ Այս մարդը ոնց կարա, հələ դրա դեմքին նայ Պետրոս, ազնվագույն մարդ է։ Ազնվագույն նրա չգիտի սուտը ինչ բան է։ Ոնց ես մտածում, որ նա կարող է հանկարծ սուտ ասի։ Անհնար ես չեմ հավատում։ Ես ամեն ինչի հավատամ, բայց որ Պապոյանը ֆիկտիվ բաներ ասի, սուտ բան ասի, ես դրան չեմ հավատա։ Ոչ մի դեպքում չեմ հավատա։ Որովհետև ավելացել է մեր տնտեսության արտադրողականությունը։ Այսինքն ոչ թե նախ 56000 մարդը 2017 թվականին չեն արտադրում այնքան հիմա այսօրվա 56000-ը չեն արտադրում այնքան ապրանք ինչքան ժամանակ մարդ հարաբերակցությամբ 5 ու 6 դոլար։ Այո, հիմա կրկնապատկվել է, այսինքն մեզանից յուրաքանչյուրը կրկնակի ավելի արտադրողական է դարձել։ Իմացար Պետրոս, ասում եմ մեզանից յուրաքանչյուրը կրկնակի ավելի արտադրող։ Հիմա դու Պետրոս կրկնակի ավելի արտադրողական ես, գիտեի դու։ Տեսար։ Պետք է անպայման ինքը գար ասել, որ իմանայիր, հա։ Այսինքն եթե Պետրոս դու մինչև հիմա կարայիր մի ղազախական ցորենը ուտեիր 10 րոպեում, հիմա քո արտադրողականությունը, այս մարդն ասում է կրկնակի բարձրացել, այսինքն կարաս այս մի ղազանը ուտես 5 րոպեում։ Կրկնակի ավելի արտադրողականությունը բարձր է։ Բայց Իրանն էլ օրինակ ինքը շատ լավ աշխատում։ Անցած տարի դու չես նկատել, որ անցած տարվա համեմատ դրական փոփոխ ես նկատում եմ։ Շատ դրական փոփոխություններ կա։ Օրինակ անցած տարի ինքը այդպես բայ որ խոսվել, այդպես աճը, կրճատումները, զարգացումները, ներդրումները, խաղաղությունը։ Դες մի տեսակ ցածր էր էլի արտադրողականությունը իր ասելու։ Հիմա իր ինտենսիվությունը, արտադրողականությունը բարձրացել է։ Քոնել է բարձրացել։ Բոլորինը բարձրացել է։ Հիմա ինչպես է դա տեղի ունեցել։ Եկեք բարերից անդին գնանք հողի վրա։ Դա տեղի ունենում երկու հիմնական ճանապարհով։ Մեկը դա կրթության միջոցով, մյուսը դա տեխնոլոգիաների միջոցով։ Տեխնոլոգիան հետ դու կրթությունն ասա Պետրոսի կնիկը կրթության նախարարն է։ Դու իմացի որտեղ ինչ ես խոսում։ Կրթությունն ասա։ Կրթությունը շատ կարևոր է, շատ ենք խոսել դրա մասին, 300 դպրոց, 500 մանկապարտեզ, կրթական ծրագրերի փոփոխություններ, արտասահմանյան բուհերում սովորելու հնարավորություններ, ակադեմիական քաղաք շուտով, դրանց մասին հաստատ իմ գործընկերները ինձանից ավելի լավ կներկայացնեն։ Իմացար, ինչ օգուտ է։ Իմացար քո արտադրողականությունը ինչի երկու անգամ բարձրացել, որովհետև կնիկդ ակադեմիական քաղաքասարք է։ Ակադեմիական քաղաքն է այսօր զարգացրե։ Արա ինչ քաղաք է, բայց հալալ է էլի Պետրոս։ Տես, ասենք դուք երկու տուն առակ, չէ, երկու օրվա մեջ, մի հատ մարտի 9-ին, մի հատ մարտի 11-ին։ Արա, բայց դե հալալ է, բա մի հատ քաղաք եք սարքել թողել ժողովրդին Պետրոս դուք։ Բա ոչ, ասենք մի հատ քաղաք սարքես թողնես այս ժողովրդին։ Դու երկու հատ տուներ չունենաս։ Ինչի նման կլներ։ Հալալ լինի ձեզ Պետրոս, որովհետև ձեր այդ ակադեմիական քաղաքով, այդ կրթական, ճիշտ է քո կնիկը, այս մենակ 2026 թվականին 200-ից ավել դպրոց են փակում հիմա Հայաստանում, բայց ինչ կապ ունի, 300 դպրոցի խոստումա տրվե, ինչ անենք որ չի կատարվե, ինչ անենք, փակվելն էլ հո կատարվել է, մի բան պետք է կատարվի, կատարվել է, ակադեմիական քաղաքը կատարվել է, վերջ, ու դա առաջաբեր է արտադրողականության աճին։ Արտադրողականությունը, որ աճում է, մարդիկ սկսում են աշխատել, որ սկսում են աշխատել, հարկերը վճարում են, լսվում է, շվարում են, այս մարդիկ արասում են, իսկ քան փողը, ռեյկով լսվավ, ինչ անենք, լավ ասպա, բերեք տանենք գոնե ժողովրդին թոշակ տա։ Դեմ ընտրությունը, 2 ամիս կտանք դրանից տո չենք տա։ Պլանավորած էթում է սա հստակ, Պետրոս, շատ լավ է, շատ լավ, այս հաջորդ հլեսի ես հնգամյակն է, հլես հնգամյակը հլե չի պրզ, հլե պրզնում է, հլե տես
հաջորդ հնգամյակը ինչ ալնելու։ Դուք հələ նախորդ հնգամյակին ինչ էր, հələ քիչ էր, COVID-ներ, մի քանի հատ 7 հատ պատերազմ եղավ, այդ Արցախի շրջափակումն եղավ, առանձնապես այդպես շատ մեծ արդյունքներ չեղան։ Էլի լավ էր, այդպես բան ով էր տեսել այդպես այդքան իրադարձություն 5 տարվա մեջ։ Արել են այս մարդիկ, փառք Աստծո, արել են։ Բայց հաջորդը ավելի լավ ալելու։ Այստեղ մի հատ հետաքրքիր նրբություն կա։ Ես տարբեր ընդդիմադիրներ են գալիս մեզ հյուր եւ խոստումներ են տալիս, որ Իրան Հայաստան երկաթուղին կկառուցենք, մի քանի մետրոյի կայաններ կկառուցենք։ Արա դու էլ ես հա 48 ասա, տարբեր ընդդիմադիրներ են գալի։ 2 հոգի ընդդիմադիր ընդամենը եկես տարվա ընթացքում։ Նենց ասում ոնց որ սաղորը ստա ընդդիմությունը վխտում է այս Ղազարյան տաղավարում։ Տարբեր ընդդիմադիրներ են գալի, այ պապյան ջան, հələ լավ է մեկու մեջ դուք գալիս եք այ ախպեր այդ իշխանական ներկայացուցիչ։ Սաղոր ընդդիմությունը ստարա մեկը դուսա գալի, մեկը մտնում, մեկը դուսա գալի, մեկը մտնում։ Չեն թողնում մտնենք այս իշխանությունները ինչ են անում այս ժողովրդի համար։ Մենակ ընդդիմություն։ Երբ որ ասում ես փողերը որտեղից, բոլորը ասում են Չինաստանից։ Դուք ինչի Չինաստանից փող չեք բերում։ Բոլորը գնում են Չինաստանից փող բերելու։ Եվ Չինաստանը բոլորին ասում է ուր եք, եկեք փողերը տամ։ Չինաստանում այդպիսի փողեր չկա, որ դրած պետք է չին ժողովրդի չտան եւ տան բոլոր ընդդիմադիրներին եւ տան մեր ընդդիմադիրներին։ Չինաստանը լուրջ հետաքրքիր է, դրանք բոլորը ռուսամետ են, բայց փողերը Չինաստանից են։ Եկեք չանլրջացնենք։ Իսկական է, ցարա, շատ անլուրջ ես քեզ պահում պետք է, բայց լրջաց արա։ Ասես լուրջ մարդը դեմդ նստած։ Ամբողջ աշխարհի տնտեսության հարցերն է լուծում, գլոբալ տնտեսագետ է։ Օղորմեն Ադամ Սմիթից հետո այսօր այս մարդն է յոլատանում համաշխարհային տնտեսագիտական միտքը։ Մտել քեզ լուրջ բայ, իմացի ով է դեմդ նստած։ Այդ քո համար նի Ռոմանոս լուրջ մարդ է։ Հավաքի քեզ հələ մի հատ։ Աշխարհում փողեր տարբեր տեղերում կան։ Ոչ մեկ հենց այնպես ոչ մեկին փող չի տալիս։ Եթե մտադիր են գնալ, չգիտեմ, միլիարդավոր դոլարների վարկ պարտք վեկալեն, ասենք օրինակ, չգիտեմ, գնան վարկեր արտաքին վերցնեն եւ այլն, այդ կարող այդպեսի եթե այդ նկատի ունեն, թող այդպես ասեն։ Մի րոպե չայց հավատանեմ, արտաքին վարկերը դի ձեր փեշակն է, պապան ջան։ Ով է տեսե ձեզնից բացի այդն արդեն, տեսնում ենք էլի։ 3 նախագահ իրար հետ միասին 30 տարվա ընթացքում 6 միլիարդը դուք գնացիք մի անգամից սարքիք 6 տարվա մեջ մենակ 6 միլիարդ դուք եք, էդի ձեր փեշակն է, էդի ձեզնից բաց ուրիշ ոչ մեկ չի կարող անի։ Բայց մնացածը չկա։ Ինչ վերաբերվում է ձեր ասած ընդդիմադիրներին, մավ չէ, վարկ ոչ մեկ չի ասում։ Տեսեք, բա ինչ, այսինքն Չինաստանում դες փողա դրած, բանա ֆոնդեր են։ Հարց եմ տալիս, Չինաստանում փողը դրածա չին ժողովրդին չեն տալիս, սպասում են մեր բանա կալուգացի օլիգարխը գնա արա դե ասում ես արա չհասկացանք արա դու մեր վարչապետին շանտեղ չես դնում արա պետուս նկատել ես սրանցից ով գալիս է մեր խեղճ վարչապետին շանտեղ չի դնում արա նա 18 թվից ասել է Հայաստանում օլիգարխ չկա ընդհանրապես ինչ կալուգացի օլիգարխի մասին է խոսքը օլիգարխը նա այն մարդն է որ պետական իշխանությունը օգտագործում է իր հարստացման համար Խաչատուր Սուքիասյան пожалуйста օլիգարխ Գուրգեն Արսենյան, ձեր խմբակցությունում էլի կան։ Այսինքն բիզնեսով են զբաղվում փաստացի, բայց իշխանական լծակները օգտագործելով։ Էդի է օլիգա։ Վեր վարչապետն էլ ասել է, այսինքն վարչապետի ասել ես վեր վարչապետին եմ հավատում։ Այսինքն Խաչատուր Սուքիասյան օլիգարխ չի։ Գործարար է։ Այ ասեմ գործարար չի է արդեն ինքը։ Քաղաքական նատուրա է էլ ինքը։ Քաղաքական մտքի գեներատորը դվիժոկ շարժական գեներատոր շարժասիկա այդ մասը մեծ քաղաքական միտքը գեներացնում հետո գնում է լրագրողների հետ հանդիպման շատ կիրթ շատ չափված ձևված իր խոսքի արժեքի իմացող ցայնի ճիշտ տոնով լրագրողների հետ մտքերա գեներացնում հետո փողոցում քայլելուց մարդկանց տեսնում է շատ քաղաքավարի անկախ դրանից իրան ինչ են ասում արձագանքը զուս
շատ լավն է, բայց ինքը օլիգարխ չի։ Եղա։ Ոչ մեկն էլ օլիգարխ չի։ Դու մեր վարչապետին շանտեղ всё-таки դիր։ Ճիշտ է ինքը պերաշկի է ուտում, բայց всё-таки իմացի ինքը մնում է վարչապետ։ Փողերը Արդեն մենակ իրանք չեն։ Փողերը վեկալի էլ արդեն կան բերողներ։ Կամ Աբովյանցի օլիգարխը գնա այդ փողերը վեկալի գա։ Կամ լավ եթե այդտեղ այդ փողերը կա դրած։ Ինչի՞ են ժամանակ չէր գնում վեկալեր։ Ինչի՞ չեն գնում վեկալային։ Այդ մարդիկ եղել են չէ իշխանության մեջ։ Այդ մարդու եղբայրը եղել է նախագահի աշխատակազմի ղեկավար։ Այն մյուսն է եղել է կոալիցիոն գործընկեր, այն մեկը եղել է նախագահ։ Այդ ինչի նավթամուղը չեն սարքել, գազամուղը չեն սարքել, Իրան-Հայաստան երկաթուղին այդ ինչի չեն սարքել։ Մի րոպե, բա մի բան հարցնեմ էլի, Իրան-Հայաստան գազատարը կառուցվե։ Էդի կարող է հերետասարքե։ Ասենք իր աղբերը նախագահի աշխատակազմի ղեկավարները ինքը չի սարքե։ Կարող է քու հերետան սարքե ձեր փողերով Իրան-Հայաստան գազատարը, Վարդենյաց Լեռնանսկով ճանապարհը, Արցախ գնացող ճանապարհը, Լաչինի ճանապարհը, Վարդենի Սոտ Քարվաճար ճանապարհը, Արցախի այդ սաղ ճանապարհները, ենթակառուցվածքները, գյուղերը, քաղաքները, դպրոցները, այդ որ սա առանց աշտ թարթելու տարակ տվիկ Ադրբեջան, այդ հերը տա սարքե Պապյան ջան։ Ապրես հալալա քեզ աղբեր ջան։ Այդ այնց արա ինձ թվում է դի գիտես ես քո հոր մասին քիչ բան եմ լսել։ Այդ ինձ թվում է Վահագ Ալեքսանյանի հերնասարքե։ Նա շաշնորհքով մարդ է։ Պետրոս գիտես չէ։ Արա աստվածատուր մարդիկ են էլի, արա փառք Աստծո էլի որ եղել են այդպես մարդիկ էլի։ Կան այդպես մարդիկ էլի։ Սարքել են այդ ցավը տանը Նիկոլի հերը։ Վովան։ Արա ինչեր սարքես թողես մեր ժողովրդին։ Ինչ ժառանգություն թողեց, ինչ տղերք թողեց։ Ինքը ինչքան բան արած, սաղ իրանք են արել Պետրոս ջան։ Արել դրել են երկիրը շենացրել են, տեսել են մերկու բանը լավեր, այնքան շատ այլ է որ ասել են այ մարդ էս է դոլի ադրբեջանցիներ։ Այդ Ղարաբաղը, այդ իրա սաղել աշչելացով, այդ տաշից է ձեզ այ։ Արա մեղրին էլ հա։ Այդքան շատ իրանք ստեղծել են Պետրոս։ Հալալա էլի, չէ։ Հա։ Ինչ ես կարծում, 5 տարի մի հանգամյակ էլ չստեղծեն այդ բարիքները այս մարդիկ մեր համար։ Արա բարիք իրան նայում ես տենում ես էլ ասում ես այ մարդ էս մարդը բարիք ստեղծող է էլի։ Լուսը բասվա հələ այն վաղ հələ անցած տարի մապշե դարելա կրկնակի արդյունավետությամբ։ Այն ինչ որ կարում էին ասենք մի ժամանակ մի ժամում անեին, հիմա կես ժամում անում գցում են այն։ Երկաթուղու գողը, ասում ես երկաթուղի է կառուցում։ Երկաթուղին քանդել են։ Նու Ծառուկյանը ինչ կապ ունի այդ երկաթուղին։ Տեսեք, նախկին իշխանությունները Քոչարյանն եղել է բան, նախագահ, Սերժը եղել է բան, պաշտպանության նախարար, Ծառուկյանը եղել է իրանց սիրելի, ուրեմն օլիգարխ է ժամանակ։ Մի րոպե։ Քոչարյանը եղել է նախագահ, Սերժ Սարգսյանը եղել է պաշտպանության նախարար, Գագիկ Ծառուկյանը եղել է իրան սիրելի օլիգարխը, եկանք հասանք քեզ, Պետրոս, բա դու Ծառուկյանը ինչն ես եղել։ Գիտես, Նիկոլին ինչ ասե։ Նատաշկան։ Ուրեմն հերիք չի Նատաշկա, հետներ սիրելի Պետրոս, այդ ինչեր է, ասում ես մարդը, ինչի վրա կանգնեցինք, խո չես հիշում սաղ մանրամասնությունները, մոռացի գնա, ջրին պատմի թող գնա։ Հայաստանում եղել է կառուցված խորհրդային միությունից ժառանգություն ցարի ժամանակներից ժառանգություն մնացած երևի թե երկաթուղի այդ երկաթուղին քանդել են տախել են չկա այդ երկաթուղու տեղը հիմա ոչ մի բան ու երկաթուղու քանդողը երկաթուղու գողը այսօր ասում ես երկաթուղի կառուցեմ մենք չենք ուզում դուք երկաթուղի կառուցեք մենք ասում ենք երկաթուղին մի քանդեք
Դու երկաթուղու գող չեք, դու հայրենիքի գող եք, իսկ այդ երկաթուղին ոչ թե քանդել են ծախելու նպատակով, այլ այդ երկաթուղին քանդել են ոչ միայն Հայաստանի հատվածում, այլև Արաքսի հովտում ազատագրված տարածքներում, որպեսզի Ադրբեջանը հավիտյան մոռանար այդ երկաթուղու գոյության մասին, հավիտյան մոռանար մեղրու մասին, հավիտյան մոռանար դեպի Նախիջևան իր հասանելիության մասին, այդ երկաթուղին դրա համար են քանդել, չեն գողացել, այդ երկաթուղին քանդել են, որ հայրենիքը պաշտպանեն, իսկ դուք քանի որ հայրենիքի գող եք, այդ պաշտպանած հայրենիքը գողացել եք մեր ժողովրդից, հանձնել եք թշնամուն ու հիմա էլ ամերիկացիներին բերել եք, որ իրանք իրանց փողով ընդ երկաթուղի կառուցեն, որպեսզի ադրբեջանական նպատակները իրականանան, որովհետև դուք երկաթուղու գող չեք, դուք հայրենիքի գող եք, մեծ գողը բեռաշկի ուտողն է, դու էլ տակի մնացորդները ուտողն ես, գողիկ, հայրենիքի գող և գողիկներ, էդ եք դուք։ Պետրոս, իսկ դու մեր հայրենիքի գողերին, որ ամեն անգամ կաչում ես, վերջում դրանց ինչ ես ասում հայրենիքը գողանալու համար։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։